պետք է խնդրեմ արդեն սկսենք կենտրոնանալ նաև խոնավեցնող սարքերի վրա, ջրային թնդանոթների վրա, որոնք որ արդեն հավաքանու որոշմամբ կահավորման պարտադիր պահանջների մեջ են մտնում եւ արդեն հասկանանք մեր կառուցապատողների տեմպը այդ համապատասխան սարքավորումները ձեռք բերելու եւ տեղադրելու ուղղությամբ շատ կարեւոր է պարոն Խոջայան, որ մեր պահանջները խախտած բոլոր կառուցապատողները պատշաճ կերպով տուգանվեն եւ նրանց նկատմամբ պատշաճ վարչարությունը իրականացվի, որովհետեւ այդ վարչարությունից նաեւ կախված է հաջորդ տարվա իրենց արտոնությունները եւ հետեւապես սա շատ կոնկրետ հանձնարարական է պարոն Խոջայան, որևէ մի կառուցապատող, մասնավորապես խոսքը գնում է 4 ռիսկայնության կառուցապատումների մասին, ով ունի հավաքանու որոշումներից շեղում, հանկարծ չպետք է այնպես ստացվի, որ վարչարություն իր նկատմամբ իրականացված չլինի։ Այսինքն բոլոր շինհրապարակները, որոնք որ Երևան քաղաքում առկա են, որոնք որ չեն համապատասխանում հավաքանու որոշմանը, բոլորը պարտադիր պետք է տուգանվեն եւ բոլորի նկատմամբ վարչարությունը պետք է իրականացվի եւ սա այսպես եղել է, բայց ուզում եմ հատուկ շեշտել, որ այս տարի էլ ավելի մեծ քանակով եւ ծավալով ուշադրությունը պետք է սևեռենք դրա վրա, որովհետեւ նաեւ դրանից կախված է իրենց հաջորդ տարվա հնարավոր արտոնությունները ժամկետների երկարաձգման մասով եւ մենք այս process-ին հետևելու ենք ամենայն ուշադրությամբ, որովհետեւ սա ուղղակիորեն նաեւ փոխկապակցված է լինելու Երևան քաղաքի սեփական եկամուտների հետ։ Սա նշանակում է բոլոր դեպքերում, երբ որ հստակ արձանագրվում է խախտումը պետք է այդ վարչարությունը պետք է իրականացվի։